Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1220-րդ օրն է։ Մեր կարճ եթերում նորից բացի ռազմաճակատի գծից ստացված տեղեկություններից ցանկանում եմ ներկայացնել մի շարք կարևոր նորություններ։ Վստահ եմ դուք նույնպես կկարևորեք դրանք։ Խնդրում եմ ձեր կարծիքները մեկնաբանություններում հայտնեք։ Մինչ Բելարուսում, որը միշտ հայտնի է եղել իր կարտոֆիլի առատությամբ, արդեն սկսվել է այս ազգային մթերքի դեֆիցիտը Ռուսաստանի պատճառով, Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով ժամանակին լուրջ խնդիրներ ունեցավ Ամերիկայի եւ արևմտյան երկրների հետ S-400 համակարգեր ձեռք բերելու պատճառով Ռուսաստանից, հիմա անսպասելի հարված է հասցնում Պուտինին։ Էրդողանը կարծում է, որ այդ համակարգերը ի վիճակի չեն լիարժեք բավարարել երկրի հակաօդային պաշտպանության կարիքները։ Անադոլուն գրում է, որ Իրանի դեմ վերջին հարձակումների ժամանակ դա ակնհայտ դարձավ։ Թուրք նախագահը ընդգծել է, որ Իսրայելը իրանական հակամարտությունը ապացուցեց, հոբ համակարգերը պետք է լինեն բազմաշերտ, կազմակերպված ու համակողմանի։ Հետաքրքիր է, վերջերս երբ նա հանդիպեց Փաշինյանի հետ, արդյոք նա այդ մասին ասել է նաև Հայաստանի վարչապետին, թե Էրդողանը գոհ է Հայաստանի հոպի վիճակից։ Սա սարկազմ է իհարկե, քանի որ գիտենք, որ Թուրքիան անընդհատ կատարելագործում է իր դրոնները եւ ավիացիան, եւ նույնիսկ 20 թվականից հետո մի քանի անգամ թողարկել է բավականին լուրջ թռչող սարքեր։ Մինչ Էրդողանը քննադատում էր S-400 համակարգերը, ուկրաինական դրոնները հարվածում էին հենց այդ համակարգերի ղրիմում։ Սա լուրջ հարված էր օկուպացիոն ուժերի հոբ կարողություններին օկուպացված թերակղզում։ Այս ֆոնին Գերմանիայում Էրֆուրտ քաղաքում հրդեհվել է Բունդեսվերի բեռնատարների կայանատեղին, այրվել է առնվազն 6 ռազմական բեռնատար։ Սա արդեն երկրորդ նման դեպքն է Էրֆուրտում, անցած տարվա հունիսին նույն վայրում կրկին 6 բեռնատար էր հրդեհվել։ Երկու դեպքերում էլ մեքենաները կանգնած են եղել Բունդեսվերի բեռնատարների կայանատեղիում։ Ռուսական տելեգրամ ալիքները պնդում են, թե իբր բեռնատարները պատկանում էին Ուկրաինայի զինված ուժերին եւ գտնվել են Գերմանիայում իբր վերանորոգման նպատակով։ Նրանք չեն էլ թաքցնում, որ հնարավոր է հարձակումը կազմակերպված լինեն Ռուսաստանի կողմից, սակայն տեսանյութում պարզ երևում է, այրվում էին գերմանական Rheinmetall MAN մագնիշի բեռնատարները, որոնց վրա հստակ նշված էին Բունդեսվերի խաչերը եւ գերմանական պետհամարանիշներ կային։ Սա ակնհայտ վկայում է, որ դրանք պատկանում են հենց Գերմանիայի զինված ուժերին։ Շատ հետաքրքիր կլինի տեսնել ինչպիսին կլինի Բերլինի պաշտոնական արձագանքը, կդատապարտեն, կդասեն դեպքը որպես ահաբեկչություն, թե կփորձեն լռության մատնել, որպեսզի ել ավելի չսրեն հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Իսկ այդ ֆոնին, երբ ռուսները գերմանական բեռնատարներ են այրում ու ոչ թե ուկրաինական, այլ գերմանական, Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, թե իր երկիրը իբր հաղթել է Իսրայելին եւ Ամերիկային վերջին ռազմական բախման ժամանակ։ Դե հասկանալի է, չէ՞, թե ով են նրա ընկերները։ Պուտինի քարոզչամեքենան արդեն 4-րդ տարին է ասում է, թե Կիևը 3 օրում վերցնում են, իհարկե չի ստացվում, բայց իրենք ամեն օր միայն հաղթանակների մասին են խոսում։ Վերջերս նաև որոշ պրոպագանդիստներ փորձել էին Հնդկաստանի պարտությունը Պակիստանի հետ բախման մեջ ներկայացնել որպես հաղթանակ։ Սա կարծես օպտիմիստների խմբակ լինի կամ, չգիտեմ, ավտոտրեյնինգով զբաղվողների խմբակ։ Միևնույն ժամանակ Ուկրաինան տարհանում է իր քաղաքացիներին Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանից։ Ուկրաինայի քաղաքացիների տարհանումը, որոնք Ռուսաստանի տարածքում պատիժը կրելուց հետո արտաքսվել էին եւ պահվում էին ռուս-վրացական սահմանին անբարեկարգ պայմաններում, արդեն իրականացվում է։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հանդես է եկել խիստ զգուշացմամբ։ Նրա խոսքով Ուկրաինայի դեմ պատերազմը կարող է շարունակվել մինչև 28 թվականը, եթե Ռուսաստանի վրա ճնշումը չուժեղանա։ Նախագահ Նաուսեդան նշել է, որ Ռուսաստանի կողմից խաղաղության պատրաստակամության որևէ նշան չի նկատվում եւ չի բացառել, որ պատերազմը կարող է ձգձգվել մինչև Եվրամիության հաջորդ բյուջետային ցիկլի մեկնարկը, այսինքն 28 թվականը։ Նա կոչ է անում խստացնել պատժամիջոցները մինչև Կրեմլը չունենա իրական դրդապատճառներ բանակցությունների գնալու համար։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել ուղերձով Եվրոպական խորհրդի նիստի մասնակիցներին։ Նա կոչ է արել ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի նկատմամբ, ապահովել ֆինանսական աջակցություն Ուկրաինային եւ հստակ ազդանշան տալ կապված Ուկրաինայի Եվրամիության անդամակցելու հեռանկարի հետ։ Հիշեցնենք, որ Եվրամիությունը արդեն երկարաձգել է գործող պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, սակայն 18-րդ պատժամիջոցների փաթեթը առայժմ չի ընդունվել։
Իդեպ Ուկրաինայի նախագահի գրասենյակը գնահատել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, որն անցել էր նախօրեին։ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների առաջնորդների գագաթնաժողովը Հաագայում, չնայած որոշակի թերահավատությանը, որին այն նախորդում էր, ամրապնդեց դաշինքը։ Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, ՆԱՏՕ-ում այլևս ոչ ոք, այդ թվում նախագահ Դոնալդ Թրամփը, չի կասկածում, որ Ռուսաստանի էքսպանսիոնիստական նպատակները դուրս են գալիս Ուկրաինայի սահմաններից։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության հարվածային դրոնները հունիսի 26-ի երեկոյան հարվածել են հրթիռային վառելիքի պահեստներին Ռուսաստանի Բրյանսկի մարզում։ Հաճելի կադրերը, ինչպես միշտ, հասանելի են մեր Telegram-յան ալիքում։ Ուկրաինան շարունակաբար ընդլայնում է տեղական արտադրության դրոնների թողարկումը, որոնք կիրառվում են հակառակորդի դեմ հարվածներ հասցնելու, հետախուզական գործողությունների եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի հակազդման նպատակով։ Նախորդին մեր Telegram ալիքում հրապարակել էինք կադրեր, որոնցում Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը տասնյակ անօդաչուներով հարվածում է ռազմական բազաներին, հոբ համակարգերին, ռազմական տեխնիկային, զինամթերքի պահեստներին, խոցվել էին բազմաթիվ թիրախներ։ Նոր ուկրաինական դրոնները հնարավորություն են տալիս ոչնչացնել թշնամու տեխնիկան առաջնագծում, ինչպես նաև խոցել օբյեկտներ հակառակորդի խորթիկունքում։ Նախորդին նաև հաղորդվել էր, որ Ձիկի Շերշնի խմբի ուկրաինացի ինժեներները ստեղծել են նոր Կալանիչ դրոն, որը կարող է բարձրանալ երկինք մինչև 11 կիլոմետր։ Կալանիչ դրոնը, հիշում եք, չէ՞, դա դրոն պերեխվատչիկն էր։ Եվ այսպես ամեն օր նոր անօդաչու տեխնոլոգիաներ եւ նոր խոցված թիրախներ թշնամու մոտ։ Ի պատասխան ռուսական օկուպանտները թիրախավորում են Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքը, պատճառ դառնալով խաղաղ բնակիչների զոհերի եւ վիրավորների, եւ այդ կադրերով փորձում են երևի թե սփոփել իրենց հանրությունը։ Մինչ այսօրվա հրետակոծության մասին ձեզ տեղեկացնելը, ասեմ, որ Ուկրաինայում այսօր նշվում է Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը, արդեն 234-րդ անգամ Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը նշվում է Ուկրաինայում։ Ուկրաինայի հայ համայնքը տարբեր միջոցառումներ է կազմակերպում այսօրվա հետ կապված, ամենագլխավորը բացի եկեղեցիներում մոմավառությունը, նաև ուխտագնացություն է կազմակերպվում Կամենեց-Պադոլսկ։ Չնայած նրան, որ 234-րդ անգամ է նշվում տոնը, ասենք որ հենց սրբապատկերի եւ Ուկրաինայում հայ համայնքի պատմությունը շատ ավելի հին է, պարզապես օրը նշվում է ըստ եկեղեցականների տոնի հաստատման։ Սա բարեկամության, համայնքների միջև փոխօգնության եւ միմյանց սրբավայրերի նկատմամբ փոխադարձ հարգանքի պատմություն է։ Հայ, ուկրաինացի եւ այլ ժողովուրդների ներկայացուցիչները այսօր համատեղ աշխատում են ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։ Հայտնի է, որ Հայ Աստվածամոր սրբապատկերը պատվել են Կամենեց-Պադոլսկ քաղաքի բոլոր 3 քրիստոնեական ճյուղերի հավատացյալները, հայերը, ուկրաինացիները եւ լեհերը։ 2011-ին ուկրաինացի գիտնականները առաջարկել են այդ օրը հռչակել որպես հայ-ուկրաինական բարեկամության օր։ Այս առիթով բարձրաստիճան ուկրաինական հոգեվորականները իրենց շնորհավորանքներն են ուղարկում հայ համայնքին։ Անցնենք հրետակոծության թեմային։ Անցած գիշեր Պուտինը կրկին փորձեց սպանել խաղաղ ուկրաինացիներին, ովքեր քնած էին իրենց տներում։ Ուրբաթ լույս գիշերը Ուկրաինայի երկնքում հայտնաբերվել է 371 թշնամու թիրախ։ Ռուսները արձակել են 8 հրթիռ եւ 363 տարբեր տեսակի դրոններ։ Ուկրաինայի զինված ուժերի օդային շտաբի տվյալներով գրեթե բոլորը ոչնչացվել են, բայց այստեղ երևի թե ընդգծենք գրեթե բառը։ Ֆիքսվել են հակառակորդի օդային արձակման միջոցների ուղիղ հարվածներ 3 վայրերում, ինչպես նաեւ խոցված դրոնների բեկորների անկում 8 վայրերում։ Գիշերը ռուսները դրոններով հարձակվել էին նաեւ Զապորոժիեի վրա։ Հարձակման արդյունքում առաջացել են հրդեհներ, վնասվել են ոչ բնակելի շինություններ, տուժածներ չկան։ Ռուսաստանի հրթիռային հարվածի հետևանքով Սամար քաղաքում, որը Դնեպրոպետրովսկի մարզում է, զոհվել են առնվազն 3 մարդ։ Ռազմաճակատում տեղի է ունեցել 187 մարտական բախում 10 ուղղություններով։ Ուկրաինացի պաշտպանները ոչնչացրել են 970 ռուս օկուպանտի վերջին մեկ օրվա ընթացքում, ինչպես նաև 194 միավոր թշնամու զինտեխնիկա։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գնահատականի, լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ռուսական բանակի ընդհանուր կորուստը կազմում է 1,16,720 օկուպանտ։ Այսքանն էի նախատեսել ուրբաթ օրվա մեր եթերի համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Ձեր մեկնաբանությունները շատ են ոգևորում։ Խնդրում եմ չմոռանալ լայքել տեսանյութը, տարածել եւ ամենակարևորը ստուգել, արդյոք բաժանորդագրված եք մեր նոր ալիքին, թե ոչ։ Եթե բաժանորդագրված չեք, խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք։ Դա շատ է օգնում YouTube-ի ալգորիթմներին եւ մինչ նոր հանդիպում կտեսնվենք վաղը։